Ադրբեջանի նախագահը հայտարարել է Ֆրանսիայի հետ հարաբերությունները նոր էջից սկսելու մասին։ Իլհամ Ալիևի խոսքերով Բաքվի և Փարիզի միջև հարաբերություններում հայերի պատճառով առաջացած խնդիրները լուծված են ու այլևս ոչինչ չի խանգարում վերականգնել երբեմնի բարեկամությունը։ Շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ առիթով է Ալիևը այս մասին խոսել։ Այսօր Ալիևը ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտին, որը իրեն է հանձնել հավատարմագրերը, եւ այդ արարողության շրջանակներում նաև կարճ զրույց են ունեցել, եւ այդ զրույցի բաց հատվածում Ալիևը ասել է, որ Մակրոնի հետ Կոպենհագենում ունեցած հանդիպման ժամանակ հարթվել են բոլոր այն խնդիրները, որոնք մինչ այդ խանգարել են Փարիզի հետ բնականոն հարաբերությունների զարգացմանը եւ այսուհետ որևէ բան այլևս չի խանգարում, այսինքն հարաբերությունները նոր էջից են բացվում։ Ընդ որում կոչ է արել առաջին հերթին բիզնեսի զարգացմանը զարգ տալ եւ խթանել գործարար կապերը։ Հիշեցնեմ, այդ հարաբերությունները Բաքվի եւ Փարիզի միջև կտրուկ լարվել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ըստ էության ֆրանսիական զանգվածային արշավ էր սկսել ի պատասխան դրա, որ Ֆրանսիան աջակցում էր, սատարում էր արցախահայերին իրենց իրավունքները պաշտպանելու հարցում։ Ադրբեջանը բացահայտ ֆինանսավորում էր Կալեդոնիայի, Գվիանայի, Կորսիկայի, Պոլինեզիայի անջատողական շարժումները, չթաքցնելով, որ հենց Բաքվից են ոտքի կանգնեցնում այդ անջատողականներին, այդ թվում նաև զինված անջատողականներին։ Անցած տարի Ֆրանսիայի Սենատում հատուկ հանձնաժողով էր ձևավորվել, որի նպատակն էր հետազոտել, վերլուծել Ադրբեջանի թշնամական գործողությունների հետևանքները։ Եվ այդ զեկույցում կոնկրետ խորհուրդներ էին շարադրվում, թե ինչ պետք է անի Փարիզը ի պատասխան Ադրբեջանի թշնամական գործողությունների։ Եվ այդ շարքերում կար նաև որպես հնարավոր պատասխան պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ Իշխանությունները պատրաստ էին քննարկել այս խորհուրդը։ Միաժամանակ զգալիորեն նվազել էր հարաբերությունների մակարդակը, ըստ էության չէր գործում միջխորհրդարանական բարեկամության հանձնաժողովը, մի շարք ադրբեջանցի դիվանագետներ Ֆրանսիայում persona non grata էին հայտարարվել եւ հակառակը ֆրանսիացի դիվանագետներ Ադրբեջանում էին persona non grata հայտարարել։ Եվ այս ամենից հետո փոքրինչ անհասկանալի է, թե ինչպես հաշված օրերի ընթացքում Ֆրանսիան ձևացնում է, որ ոչինչ տեղի չի ունեցել, որ Ադրբեջանը թշնամական գործողություններ իր հանդեպ չի իրականացրել, սեպարատիստներին չի ֆինանսավորել եւ այլն։ Եվ արդյունքում նաեւ Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտը նույնպես ասել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ հարաբերությունները նոր էջից սկսել, վերականգնել միջխորհրդարանական հանձնաժողովի բնականոն աշխատանքը, խթանել գործարարների փոխայցելությունները եւ այլն։ Արտյոմ, վերջին այս շրջանի զարգացումների ֆոնին կանխատեսել էր այսպիսի զարգացումը։ Արդեն օգոստոսին պարզ դարձավ, որ ինչ-որ բան պատրաստվում է, քանի որ օգոստոսին հրապարակվեց փաստաթուղթ, որից պարզ դարձավ, որ արդեն հուլիսին Ֆրանսիան վերսկսել է Ադրբեջանից նավթ գնելու այդ պրակտիկան, հա։ Մինչ այդ առճակատումից հետո սկզբից զգալիորեն նվազել էին նավթի գնման ծավալները, այնուհետ ընդհանրապես դադարել էին։ Եվ հետաքրքիր է, որ ֆրանսիացի խորհրդարանականները կոչ էին անում Եվրամիության մյուս անդամ պետություններին հրաժարվել Ադրբեջանի հետ նավթային ոլորտում համագործակցությունից, դատապարտում էին Ուրսուլա ֆոն դեր Լայենին դրա համար, որ նա անվանել էր Ադրբեջանին այսպես կայուն էներգետիկ պարտնյոր, բայց միաժամանակ հենց Ֆրանսիան է Ադրբեջանի հետ նավթային գործարք կնքում։ Եվ դա այն դեպքում, երբ մի շարք եվրոպական երկրներ հրաժարվեցին իսկապես ադրբեջանական նավթից, այն բանից հետո, երբ պարզվեց, որ ադրբեջանական նավթում կան արգելված նյութեր, որոնք վնաս են հասցնում նավթավերամշակող ձեռնարկությունների հաստոցներին եւ սարքավորումներին։ Արտյոմ, ինչը ստիպեց կամ ինչը նպաստեց, որպեսզի Փարիզը վերանա իր մոտեցումները։ Դե ուշ թե շուտ իհարկե ռեստարտը տեղի կունենար Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, մանավանդ որ հայ-ադրբեջանական այդ խաղաղ համաձայնագրի նախաստորագրումը դրան իհարկե նպաստեց։ Բայց անգամ մինչ այդ էլ որոշ քայլեր արդեն ձեռնարկվում էին եւ կարծում եմ բավական մեծ դեր խաղաց Ֆրանսիայում ադրբեջանական լոբբին։
որը կոչ էր անում Ելիսեյան պալատին չհետևել խորհրդարանականների կոչերին եւ չկիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։ Այդ ադրբեջանական լոբբին ձևավորվել է ֆրանսիական Total նավթային կորպորացիայի շուրջ։ Մի շարք համատեղ ծրագրեր եւ նախագծեր ունի Total-ը Ադրբեջանի նավթային պետական կորպորացիայի հետ, Սոկարի հետ։ Իդեպ անցած տարի Իլհամ Ալիևը ընդունել էր Total-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պուանեին եւ կոչ էր արել իրեն ազդեցություն գործել Ելիսեյան պալատի վրա, որպիսի վերանայի Փարիզը իր վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։ Նշեմ, որ Total Energy-ն ունի 35% փայաբաժին ադրբեջանական Աբշերոն գազային հանքում եւ նաեւ Ադրբեջանը մի շարք այլ նախագծերին Total-ին ներքաշելու փորձեր է ձեռնարկում եւ դրա դիմաց ակնկալում էր, որ Total-ը կօգտագործի նախագահի եւ կառավարության վրա ազդելու իր ունեցած լծակները։ Եվ կարծում եմ նույնպես պատահական չէ, որ Ֆրանսիայի դեսպանը եւս Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շատ կարեւոր են այս բարեկամական հարաբերությունները հաստատելու հարցում հենց Total ընկերության քայլերը եւ ծրագրերը։ Շնորհակալություն, Արծու։